Շատ լավ։ Առողջ ամուսնության անվիճելի տարեր։ Առողջ ամուսնության անվիճելի տարեր, հատկապես ֆինանսական հարցեր։ Սկիզբը մի քիչ կարճ եւ արագ վերանայում ուզում եմ անել, ուրեմն ամուսնության նկատմամբ գարկմը անվիճելի տարերի առումով եւ նրանից հետո կենտրոնական մեր զրույցը այս դասախոսության կլինի ֆինանսական հարցերի վրա, ինչու որ ֆինանսական հարցեր անվիճելի տարեր են։ Ֆինանսական հարցը ինքն իրեն անվիճելի տար է ամուսնության մեջ եւ առողջ ամուսնության նկատմամբ։ Չես կարող իբր ամուսնացած զույգ ֆինանսական հարցերը ասել, որ երկրորդական կամ երրորդական են։ Շատ ընտանիքներ կա, որ քայքայվում են, որովհետև մարդը եւ գինը շիդակ ծևով ֆինանսական հարցերի առումով չեն համագործակցում։ Ուրեմն արագ վերանայումը շատ արագ կերպով ուխտի մշակում մշտականությունը նկատի առնելով, ինչպես որ տեսանք Ծննդոց 2, Մաղաքիա 2, Մատթեոս 19-ում, քրիստոնեական այդ միությունը թող քրիստոնեական մեր ամուսնության մեջ քրիստոսակենտրոն լինի, ուրեմն մեր ուխտը մշտական ուխտ է։ Մշտական ուխտ է։ Սա մեկ անգամ միշտ ամուսնությունը մեկ անգամ կպատահի եւ վերջ։ Սրա մասին բավական խոսեցանք, բայց կարևոր դար է սա, կարևոր անվիճելի դար է սա առողջ ամուսնության համար։ Երկրորդ քրիստոսակենտրոն միություն, որ մեր միությունը ամուսնական մեր հասկացողությունը պետք է լինի, որ մեր ամուսնությունը քրիստոսակենտրոն պետք է լա։ Երրորդ փոխազարդ հնազանդություն։ Եթե ըստ Եփեսացիների 5:21-ում, ինչպես որ ասում է, այդ փոխադարձ ենթարկվումը հնազանդությունը չի գա միմյանց հանդեպ, ամուսնությունը երբեք չի կարող հաջող լինել, առողջ լինել։ Զոհաբերական սեր, իհարկե, մեր սերը իրար հանդեպ իբր ամուսնացած զույգեր զոհաբերական պետք է լինի։ Հինգերորդ հարկանք եւ բադիվ մեր ամուսնության մեջ իրար հանդեպ այդ հարկանքը պետք է լինի, այդ բադիվը պետք է լինի։ Ամուսինը չի կարող ինք ակնկալել, որ իր գինը միայն նրա պետք է հարգի, կարծեք թե գինը երկրորդական մագարտակով անձնավորություն է, ոչ։ Հավատարմություն եւ մաքրություն, սրանց մասին բավական խոսեցանք, որ ամուսնությունը սուրբ է Աստծո առաջ եւ իրար հանդեպ այդ հավատարմություն եւ այդ մաքրությունը միշտ պետք է ներկա լինի։ 7 ներում եւ շնոր իրար հանդեպ պետք է ցուցաբերենք մեր հարաբերություններում եւ միասին աղոթքը կարևոր դեր ունի առողջ ամուսնության մեջ։ Իհարկե, որ միասին աղոթք ասում ենք, մենք չենք ուզում ասել, որ Աստվածաշունչ կարդալ չի գա զոր օրինակ, կամ համատեղ երկրպագություն չի գա, ինչու որովհետեւ համատեղ երկրպագություն նշանակում է, որ միասին Աստված պաշտել, լա տան մեջ, լա եկեղեցու մեջ եւ այլն։ Եվ աճի նկատմամբ նվիրվածություն։ Հավատացյալներս պետք է որ միասին լինենք այն հասկացողության առումով, որ մենք ցանկանում ենք Քրիստոսով միասին աճել իբր մարդ եւ գին։ Եթե մարդը ասե, ես ուզում եմ աճել Քրիստոսով եւ գինը ասե ոչ, առողջ չի կարող լինել ամուսնությունը։ Եվ այս բոլոր սլայդները քուրեր եղբայրներ ջան, Տերը կամի հարաճիգա 2-3 օրերու մեջ մինչև 2 շաբթի հուսով եմ, որ կամ ատկի առաջ էլ on-line իմ YouTube-ի գայքում ինչ որ արդեն ցեզ 3 տեղադրեցի այստեղ էկրանում, որ կարակ այնտեղից տեսնալ եւ այս բոլոր սլայդները այնտեղ երևում են։ Ինչու ասում եմ, որովհետեւ կան ոմանք հարցրեցին այս սլայդների վրա, այնտեղ են եւ հստակ են, կարակ այդտեղից օգտագործվել։ Շատ լավ։ Հիմա վիդի խոսանք առողջ ամուսնության անվիճելի դարերից մեկը ֆինանսական հարցն է։ Ֆինանսական հարցը եւ 25 մտքեր ունենք, որ այս շատ մտքերը դակավին միասին չխոսեցանք սրանց վրայով։ Թիվ 1. Միասնություն ֆինանսական որոշումներում։ Միասնություն ֆինանսական որոշումներում։ Ինչպես Ամովս 3:3 ասում է, որ եթե
երկու հոգի կան, միթե երկուսով միասին կգնան, եթե համաձայնված չլինեն։ Այսինքն դուք ուզում եք միասին ընթանալ ամուսնական կյանքում, հա? Եթե միասին համաձայն չեք, ոնց կարող եք ընթանալ միասին, միասին գնալ մի տեղ, միասին հասնել մի տեղ։ Չի կարելի։ Պետք է այդ միասնությունը լինի նույնիսկ ֆինանսական որոշումների մեջ ալ։ Թող չլինի, որ ամուսինը մի բան ասի, գինը ուրիշ բան ասի։ Իհարկե, հասկանում ենք սովորաբար ամուսինը ինք պետք է որ գարավարի այդ ֆինանսական հարցերը, բայց սա չի նշանակում գինը չկարնար նրա օգնական լինել։ Երբեմն կան տղամարդիկ, որ այո որոշ ֆինանսական բաները իրենք վերահսկում են, բայց գիներնա ուրիշ մաս, ուրիշ բաժին, ուրիշ տեղ ունեն այդ ֆինանսական հարցերի մեջ, որ օգնեն նրանց ամուսիններին, եւ սա առողջ է։ Աստված երկրորդ սկզբունքը, միտքը, որ պետք է նկատի ունենանք, որ Աստված ամեն ինչի դիրակալն է։ Մեր ամեն ունեցածի դիրակալը ով է։ Դու քո ջագդի կրտինքովդ արեցիր, դու աշխատեցար, դու ուսանեցար, դու այս, դու այն։ Այդ բոլորը երկրորդական են։ Աստված է մեր ամեն ունեցածը տվողը։ Սամոս 24:1 ասում է. Տիրոջն են երկիրը եւ նրա լիությունը, աշխարհն ու նրա բնակիչները։ Տիրոջն է ամեն բան։ Տիրոջն է ամեն բան։ Հիշում եք միտեղ մարգարեություններում դերը իր ժողովրդին ասում է. դուք ինչ կարող եք ինձ տալ։ Սարերի վրա գտնվող բոլոր արջարները իմս են։ Մի օրինակ տալիս է դեր։ Այսինքն ինչ որ կա իրն է։ Ինչ կարանք նրան տալ։ Նրա համար այդ հասկացողությունը ունենալը կարևոր է, որ Տիրոջն է ամեն բան։ Ուրեմն իմ ունեցածս ամենը Տիրոջն է։ Եթե դերը ինձ կարողություն չտա, որ ես ստանամ, ինչ որ ստացված ստանամ, դերը այսօր կարող է ասել, որ սա կյանքիդ վերջին րոպեն է, վերջին օրն է։ Ինքն է, ինչ որ երկու օրինացի մեջ ասում է, մեզ կարողություն տվողը, զորություն տվողը, որպեսզի վաստկենք։ Մենք դնդեսներ ենք, ոչ թե սեփականատերեր։ Դա ամեն ինչ է փոխում։ Այս հասկացողությունը բոլոր այս ֆինանսի խաղը ասենք, այդ հասկացողությունը փոխում է մեր մտքում, երբ որ մենք անդրադառնանք, որ մենք պարզապես տնտեսներ ենք, Աստված մեզ տված է ինչ որ տված է, որովհետեւ շիդակ տնտեսների նման օգտագործենք մեր ունեցածը։ Իր փառքի համար, մեր ընտանիքի համար, մեր հարազատների համար, մեր եկեղեցու համար եւ այլն։ Թիվ 3 տնտեսություն ընդեմ սեփականություն։ Ինչ որ հիմա արդեն մի քիչ ագնար գարեցինք, Մատթեոս 25 այդ հասկացողությունը հստակ պետք է լինի, ինչս է տնտեսություն, ինչս է սեփականություն։ Այսինքն իմ ունեցած ոչ թե միայն Աստծո է, այդ բոլոր իրեն պատկանում է, հապա ես բարձրապես ժամանակավոր տնտես եմ։ Իմ ամեն սեփականությունս ինձ տված է, որ օգտագործեմ եւ գործի դնեմ շիդակ ծավով։ Մատթեոս 25, նայեցեք 14-ից 30։ Մի մարդ օդար երկիր գնալիս կանչեց իր ծառաներին ու իր ունեցվածքը նրանց անցնեց։ Մեկին 5 կանգար տվեց, մեկին 2, մյուսին 1։ Յուրաքանչյուրին ըստ իր կարողության եւ մեկնեց։ Նա, ովին կանգար էլ ստացեր, դրանցով գործար կարեց եւ 5 կանգար եւս շահեց։ Նույնպես եւ նա, ով 2 կանգար էր ստացել, 2 կանգար եւս շահեց։ Իսկ նա, ով մեկն էր ստացել, գնաց, հողը փորեց եւ իր դիրոջ արձատը թաքցրեց։ Եվ շատ ժամանակ անց ծառաների տերը եկավ եւ նրանցից հաշիվ պահանջեց։ Նրա մոտ եկավ 5 կանգար ստացողը, բերեց եւս 5 կանգար ու ասաց. Տեր, ինձ 5 կանգար տվեցիր, ահա դրանցով ես 5 կանգար եւս շահեցի։ Մյուսն նա որ 2 ուներ, 2 շահեց, նույնը ասաց։ Նրա մոտ եկավ 22 համար, 2 կանգար ստացողը նույնը ասեց, եւ 23-ում նրա դեղն ասաց նրան, դերը ասում է ամեն մեկուն, լավ բարի ու հավատարիմ ծառա, քանի որ դու քչի մեջ հավատարիմ եղար, ինչպես որ 21-ում ասեց այդ 5 կանգար շահողին, այստեղ ասեց այդ 2 կանգար եւս շահողին, քանի որ դու քչի մեջ հավատարիմ եղար, ես քեզ շադի վրա կգարկեմ, մտիր քո դիրոջ ուրախության մեջ։ Նրա մոտ եկավ 1 կանգար ստացողը եւ ասաց. Դեր, ես գիտեի, որ դու խիստ մարդ ես։
Ուրգից գիտեր։ Սա իր խաղապարն է, սա ճշմարիտ իր դիրոջ բնութագրի արդացոլացումը չէ։ Սա իր խաղապարն է, իր պատճառաբանությունն է, որտեղ ինքը ծույլ էր, ճուզեց անել ինչ որ պետք է աներ իր դիրոջը ակնկալածի համաձայն, եւ ինքը գալիս է պատճառաբանություն բռնում է իր դիրոջը, ասելով որ դա գիտեի ես, որ դու խիստ մարդ ես, հնցում ես այնտեղ ուր չես սերմանել եւ հավաքում ես այնտեղից որտեղ չես ցանել։ Սա բոլորը պատճառաբանություն է։ Եվ վախենալով, նայեցեք, վախենալով գնացի, քո կանկարը հողի մեջ թաքցրի, ահա քոնը ետ վերադասնեմ քեզ։ Նրա դերը պատասխանեց ու ասաց. «Չար ու ձույլ ծառա։ Գիտեր որ հնցում եմ այնտեղ, քո ասածիդ համաձայն, ուր չեմ սերմանել, եւ հավաքում եմ այնտեղից որտեղ չեմ ցանել, ուրեմն դու պետք է որ իմ արձատը տրամապոխների մոտ դնեիր, որ երբ ես գայի, իմ ունեցածը դոգոսով ստանայի»։ Բայց ինք իհարկե անհաջող եղավ իր դիրոջ դեմ։ Այսինքն ինք դիրոջը ակնկալիքը նրանից էր, որ ինք լինի դնդես դիրոջ ունեցածի նկատմամբ, բայց ինք այդպես չարեց։ Մյուսերը հասկանում էին, որ նրանք սեփականադեր չեն, դնդես են։ Երկու ունեցողը, 5 ունեցողը ավելիով վերադարձրեց, չէ՞, ամեն մեկը երկուն, էլի երկու, մյուսը էլի 5, բայց այս մեկը այդպես չարեց։ Իր պատճառաբանությունները ուներ, բայց իր պատճառաբանությունները բանավոր պատճառաբանություններ, դրամապանական պատճառաբանություններ չէին։ Ուրեմն ամուսնական կյանքի մեջ միասնություն պետք է լինի ֆինանսական որոշումների մեջ։ Աստված պետք է ամեն ինչի տիրակալը նկատի առնենք, որ ոչ թե մենք պետք է լինի, պետք է նկատի առնենք, որ Աստված մեր ամեն ինչի տիրակալն է, եւ երրորդ մենք դնդեսներ ենք, սեփականադեր չենք։ 4. Ֆինանսների տապանցիկություն։ Հիմա այս հատվածները չեմ ուզում կարդալ, բայց 1 Կորինթացիների 16:1-4 եւ 2 Կորինթացիներ 8:18-21 համարներում ուրեմն տեսնում ենք ինչպես Պողոս Արաքյալը Մագեդոնիայի եկեղեցիներից ասպարակային Կորինթացիների եկեղեցին Մագեդոնիայում էր, Հունաստանի այսօրվա այդտեղից էր։ Նրանք զոհաբերական սիրո բարգև նվեր պատրաստած էին, որովհետեւ դեպի Երուսաղեմի աղքատների համար ուղարկվի Արաքյալի եւ նրա ընկերագիտների միջոցով։ Եվ Արաքյալը ինք այդ բոլոր համագարքը ինչպես փողը պիտի հավաքվի, փողը պիտի դրվի, դարվի մինչև Երուսաղեմ, այդ բոլորը ինքը այդպեսի ցևով գարկատրեց եւ խոսեցավ նրա վրայով, որ ինքը ստագն է, որ ինք մինագը չի անում այս բոլորը։ Ուրիշներ կան 4 կողմը, որ տեղյակ են եւ միասին են Պողոս Արաքյալի հետ այս գործընթացի մեջ։ Եվ նրանց գործընթացում ֆինանսների առումով տապանցիկություն կա, հաշվետվողություն կա։ Շատ կարևոր է։ Այդ տապանցիկությունը կարևոր է եւ մենք ամուսնական կյանքում թող չի լինի, որ ամուսինը մտածե, որ ինքը փողը շահողն է, գինը ինքը դանը հոգտանողն է, գինը պետք չունի գիտնալու, որ ամուսինը որքան փող վաստակում է եւ որքան փող ինքը դրամադան իր հաշվի մեջ ունի։ Ես համաձայն չեմ, որ գինը զերծ մնա այդ հասկացողությունից։ Եթե երկուքը մեկ մարմին են, սխալ չէ, որ ամուսին եւ գինը միասին թափանցիկ լինեն ֆինանսների առումով։ Երբեմն մարդիկ զորունակ Հյուսիսային Ամերիկայում, Հայաստանում կարող է բանը ավելի եւ ավելի զարգանում ասա առումով այդ հասկացողությունը եւ հետեւյալն է, որ ուզում եմ նրա մասին խոսալ Հյուսիսային Ամերիկայում։ Ուրեմն շատ ադեն, քանի որ երկուսն էլ աշխատում են, տղամարդը իր աշիվ ունի, գինը իր աշիվ ունի, մեկ մյուսից լուրջ չունի, ինչու որովհետեւ եթե օրը ամուսնալուծվեն, մի խոսքով ամեն մեկի իրը ունի։ Եթե միասին անեն, պետք է որ գիսվեն օրենքի համաձայն։ Բայց ուր է մեկ մարմին լինելու այդ գաղափարը, ուր է թափանցիկությունը։ Եվ որ թափանցիկություն չկա, կարա խնդիրներ պատճառել թափանցիկության բացակայությունը։ Ֆինանսական քաղնիությունը քայքայում է ամուսնական վստահությունը։
Ինչու որովհետև դղամարդը գիտի, որ եթե ինքը այսքան փող ունի, գինը լուրջ ունի, եթե ինքը իր չար նպատակների համար այդ փողից ծախսե, գինը մի չի գիտնա։ Մի չի իր գլուխը ուդի, ասելով որ ուրա փողը։ Բայց տապանցիկության բագասն է, վստահության բագասն է։ 5. Բյուջետավորումը որպես իմաստություն։ Բյուջետավորումը որպես իմաստություն։ Ղուգաս 14, նայեցեք, 28-ից 30 թեև ֆինանսների մասին չի խոսում, բայց էլի զուգահեռ խորհուրդ կա այստեղ, որ գարանք օգտագործել ֆինանսների առումով իբր գիրառում։ Որովհետև Հիսուս ասեց. ձեզանից ով է, որ գամենա աշտարակ շինել եւ նախ չնստի, ծախսը չհաշվի, թե ավարտելու համար բավական միջոց ունի, գուցե երբ հիմքը գցի եւ չկարողանա ավարտել, բոլորը տեսնողները ինչ կասեն, կսկսեն նրան ծաղրել։ Ու ասել, այս մարդը սկսեց կառուցել, բայց չկարողացավ ավարտել։ Այսինքն, երբ այդ պլանավորումը, բյուջետավորումը չկա, եւ սա իմաստուն մոդեցում է, որ բյուջետավորես, օքեյ, արդյոք ծրագիր ունիս, բամ ուզում ես կառուցել, բայց հաշիվը սխալ արեցիր։ Ընտանիքի մեջ խնդիր կբացե։ Եթե պատկերացրեք, որ եթե բյուջետավորում չկա, դու կարաս ասել գնոջդ, վասիկ, ես փողը, բայց եթե չասեցիր, որ ես փողը, յանքս, ես հաջորդ շաբթվա համար է, մեր ուտելիքի, խմելիքի եւ այլն։ Եթե չասեցիր, քանի օրվա համար է, քանի շաբթվա համար է, գինի ինչ ստիպված է ենթադրելու, որ ես փողը միայն, ես շաբթվա համար է, կամ ես ամսվա համար է, ինքը կարելի է կարծել, ես փողը ինձ համար է, այսօր գարան բոլորը ծախսել։ Հետո դու գաս եւ գասես, չէ, ես փողը ես շաբթվա համար է բոլոր։ Հստակ լինենք, թամփացիկ լինենք, նույնիսկ մեր զրույցների հաղորդակցության մեջ, երբ communication անում ենք, մեր ֆինանսական հարցերի առումով, որ մեր բյուջետավորումը լինի եւ թափանցիկ լինի, հստակ լինենք իրար անձև։ Պլանավորումը բյուջետավորման առումով ոչ հոգևոր բան չէ, այլ իմաստուն բան է։ Իմաստուն բան է։ Չեն կարող այսպես, թող դիրոջը դերը ինքը գտա։ Ինչ գիտես, որ դերը հաջորդ շաբաթ քեզ առողջություն գտա եւ կյանք գտա, ամեն ունեցածդ այս շաբթվա մեջ մի մսխեր։ Ծրագրե, բյուջետավոր է։ Միասին բարտկերից խուսափեք։ Միասին ռեք սա, համաձայնեցեք։ Նայեցեք Արագների 22:7 ինչ ասում է։ Բարդ սված բանը վտանգավոր բան է։ Այո, այսօրվա կրեդիտ քարտերը եւ ասենք մասնավճարով նոր էկրանը, նոր հեռուստացույցը, նոր համագարկիչը, նոր ավտոմը, այս բաները, այո, հասկանում ենք, բայց գարան սրանք խնդիր առաջացնել նրա համար է, որ պետք է զույգը ուշադրություն անի։ Նայեցեք ինչ կասի Աստծո Արագած 22:7-ում։ Հարուստը դիրում է աղքատներին։ Նրանք ինչու համար քեզ կրեդիտ քարտ տալիս են։ Քանի որ սիրում են քեզ, դրամատոնը ինչու քեզ կրեդիտ քարտ տալիս է, որովհետեւ ինչ քանցե քեզանից։ Ինչ։ Տոկոսը։ Այո։ Քեզ չի տալի այդ փողը, որովհետեւ դու լավ կյանք ունենաս։ Ոչ մի դրամատում քեզ չի սիրում, որ դու հայ ես սելով։ Ոչ մի։ Սա կոնկրետ կերպով բիզնես է։ Հարուստը դիրում է աղքատներին։ Եվ նայեցեք, փող առնողը ստրուգ է լինում փող տվողին։ Դրա համար է, որ զգուշ պետք է լինենք։ Որքան որ հնարավոր է, իբր զույգեր, պետք է մենք համաձայնենք, որ բարդ ըսված բանից հեռու մնանք։ Բարդ կհաջող ավելի խորը հոգևոր խնդիրների ախտանիշ է։ Ինչու որովհետև երբ որ Սուրբ Գրքի եւ նայեցեք Արագած գիրքը գարտացեք։ Արագած գիրքը առաջիկա, ասենք 1-2 շաբթվա մեջ գարտացեք։ Եվ այդ հասկացողությունով որ Արագածը շատ բաներ ասելիք ունի ֆինանսների վրայով։
փողի վրայով, բարտկի վրայով, եւ կտեսնանք, որ արագածը երբեք չի թույլատրում մեզ, որ մեկը ոնց որ բարտկերի մեջ լողա։ Նույնիսկ եթե փոքր բարտ լինի որոշ ժամանակի համար, ինչու որովհետև զորնակ ռեմոնտ ուզեցիր անել, որոշ գումարը պետք ունիս, օքեյ, բայց արդեն իսկ պլանավորած ես ոնց այդ բարտկից պիտի ազատվես։ Կարող է դու խնդիր չունես իբր ամուսին, բայց գինդ խնդիր ունի, որ դու բարտ կանում ես։ Միթե նրան ասեցիր, որ այդ փողը ուրգից եկած է։ Խնդիր կարա ելնել։ Շատ ընտանիքներ քայքայվում են, քանի որ ֆինանսական այդ թափանցիկությունը եւ ազնվությունը իրար մեջ չկա։ Բավարարվածություն Քրիստոսով այս սկզբունքն է պետք է մշակել մեր կյանքերում։ Ինչու որովհետեւ մեզ ոմանք կարելի ավելի ունեն, մեզ ոմանք ավելի քիչ ունեն, բայց քիչով կամ շատով պետք է բավարարված լինենք։ Պողոս առաքյալը ասում է Փիլիպպեցիների 4:11-ում, «Գարիքի մեջ լինելու համար չեմ ասում, որովհետև ես սովորել եմ բավարարվել նրանով, ինչի մեջ որ գամ»։ Եվ Պողոս առաքյալը երբ գրում է այս խոսքերը, ինքը բանդարգյալ էր ավետարանի համար։ Ուրեմն տեսնում ենք ինչպես առաքյալը ասում է բավարարվել սովորել եմ։ Եվ այդ բանը կարևոր է մեզ համար, որ մենք սովորենք բավարարվելը։ Որ չցկտենք, չցանկանանք, որ իմ օրինակ նշանածս մի հատ օրինակ հին BMW ունի, բայց ինչու թազա BMW չունի հարևանի տղու նման։ Ազո փակտուր, որ Opel Astra չունի։ Ես չեմ ասում, որ սխալ բան է Opel Astra ունենալը։ Բավարարվածություն Քրիստոսով։ Հետո Եբրայեցիների 13:5-ում ասում է. վարկն առանց, այսինքն ծեր վարկը առանց արժանացիրության թող լինի։ Բավարար համարեք այն ինձ ցերկ եք բերել։ Ինչու՞։ Որովհետև ինքն իսկ ասաց, քեզ չեմ թողնելու ու չեմ լքելու, այնպես որ համարձակվում ենք ասել, դերն է իմ օգնականը, ես չպիտի վախենամ, մարդ ինչ ինձ կարող է անել։ Եթե դեր ունես, այդ բավարարվածությունը թող հայտնի լինի։ Ինչու, եթե մեկը նույնիսկ ամենամեծարուսն է, երբեք բավարարված չկարող լինել, եթե մի ցանկանում է ավելին ունենալ։ Ինչու, շատ մահարուսներ նույնիսկ տեսնում են, որ նրանց հարազատը, ազգագիցը էլի ավելի ունի, քան թե ինքը կարող է շատ հարուստ է, բայց մյուսը ավելի ունի ասելով, այդ բավարարվածությունը ցույց չի տալի։ Իսկ մենք Քրիստոսով մենք կանչված ենք, որ բավարարված լինենք։ Սա չի նշանակում, որ սխալ բան է, փափակել, որ մի քիչ ավելի լավ գարկավիճակ ունենամ իմ ընտանիքի ֆինանսների նկատմամբ։ Բայց սխալը նրա մեջ է, երբ մեկը պետք եղած ունի, ինչպես Պողոս առաքյալ Փիլիպպեցիների 4:11-ում ասեց, որ ինք բավարարված է ամեն բարակայում։ Պետք եղած ունի, բայց տակավին այդ պետք եղածը նրա բավարարություն, ուրախություն չի բերում։ Միշտ այդ նախանցի օքի կարող է ունենա ուրիշների վրայով, ցկդի հարստանալի յետևե լինելու, մի քիչ հետ նրա մասին խոսանք։ Արադացերնություն որպես զույգ։ Սա կարևոր է, որ մենք մշակենք մեր կյանքերում։ Արադացերնություն ունենալը կարևոր է որպես զույգ։ Ինչու որովհետև եթե ունես, արադացեն ասել այս բարակամը չէ, որ քո փողերը ածախ դու բաժանես։ Արադացեն մարդը ասում է Արագած 11:25-ում գբարգավաճի եւ որոքողը ինքն էլ գորոքվի։ Եվ որ ուրիշին դալիս ես, դեր իր ողորմության համաձայն սա նկատի առնում է։ Արադացեն մարդը գբարգավաճի եւ որոքողն ինքն էլ գորոքվի։ 2 Կորինթացիներում 9-րդ գլուխ 6-8 համարները Պողոս առաքյալ ասում է, որովհետև ով խնայողապար է սերմանում, խնայողապար էլ գնցի, իսկ ով արադացերնությամբ է սերմանում, կամ արադությամբ է սերմանում, արադությամբ էլ գնցի։ Ամեն մեկը թող ըստ իր սրտի օժարության դա եւ ոչ թե դրդմությամբ կամ հարգադրաբար,
որովհետև Աստված սիրում է հոժարությամբ տվողին։ Բայց Աստված կարող է ամեն շնորհ արադացնել ձեր մեջ, որովհետև դուք ամեն բանում միշտ լիովին ինքնապավ լինելով ամեն բարի գործի համար արադանաք։ Իհարկե, համատեքստում խոսում է նրանց նվիրատվության մասին, Տիրոջ ծառայության նկատմամբ։ Ներառյալ այդ Երուսաղեմի աղքատների կարիքներն ալ բոլորը հոն են այդ Կորինթացիների եկեղեցիում։ Բայց Աստվածքը ասում է, ինչ որ անում ենք, մեր արադասերությունը թող հոժարապար լինի։ Սա նշանակում է, որ եթե մեր արադասերությունը ուրիշների հանդեպ սրտանց չէ, հոժարագամ չէ, չուզելով է, ավելի լավ է չնելը։ Բայց Աստծո խոսքը մեզ սովորեցնում է, որ պետք է անենք, արադացեն լինենք ուրիշների գարիքները նկատի ունենալով, եթե դերը մեզ օրտնած է, եթե դերը մեզ օրտնած չէ, իհարկե, որ չունես բամը չես կարող ունել, բայց և որ ունես, ազոպակ տալիս ենք, որ դերը մեզ հնարավորություն տված է նույնիսկ այս շաբաթա վերջը այստեղ լինենք, ինչու որովհետև եղբայրներ կան, քույրեր կան, որ մեզ սիրում են և մեզ այս հնարավորությունը իրական դարձնում են, որ մենք կարողանանք միասին լինել այստեղ։ Արադացերնությունը շնորհի արդացոլումն է, ինչու որովհետև Աստծո խոսքի համաձայն է։ Թիվինը Տիրոջ և նրա գործին նվիրաբերելը։ Պետք է որ Տիրոջի գործը չմոռանանք, եւ որ մեզ տված է դեր Արագների 3:9-10 Տիրոջը պատվիր քո ունեցվածքից եւ քո բոլոր բերկերի երախայրիկից։ Այն ժամանակ քո շտեմարաններն արադությամբ կլեցվեն, ու քո հնցաններից նոր գինին գողորթի։ Այսինքն դերը եւ որ քեզ տված է, պատվե Տիրոջ քո ունեցվածքով, հագիր ծևով ասելով։ Հետո Մաղաքիա 3 8-ից 10 համարները այս հատվածը դեռ երբեք չկարտացինք, որովհետև ֆինանսի մասին չխոսեցանք։ Միթե մարդ Աստծուն կգողոպտի, սակայն դուք ինձ կողոպտում եք դերը ասում է իր ժողովրդին։ Դուք ասում եք, քեզնից ինչ ենք կողոպտում։ Մի խոսքով, կարծեք թե հեգնական հարց է սա։ Դու երկնքում ես, մենք քեզ ինչպես ենք կողոպտում դեր։ Դերը պատասխան տալիս է դասանորդի եւ բարձրացման ընձայի մեջ։ Այս բաներու նկատմամբ դուք կողոպտում եք ինձ։ Դուք ասում ա դեր անեցկով անիծված եք, որովհետև ազգովին կողոպտեցիք ինձ։ Ամբողջ դասանորդը հետո դերը իրենց սովորեցնում է մի գերբ։ Ոնց կարող եք շտկել ծեր մեղքը։ Ամբողջ դասանորդը կանցադուն դարեք, որովհետև իմ դան մեջ բաշար լինի եւ սրանով ինձ փորձեք, ասում է Զորքերի Տերը, թե արդյոք ցեզ համար չեն բացելու երկնքի բադուանները եւ օրհնություն հեղելու ցեզ վրա անքան շատ, որ բավարար դեղ չլինի ցեզ համար։ Այսինքն մի խոսքով դերը ասում է փորձեք, թե ես հավատարիմ եմ։ Բայց դուք հավատարիմ չեք եղել ինձ հանդեպ։ Դուք ծախսում եք ձեր հաճույքի համար, ձեր ուզած ցևովը, բացի հարցը գալիս է, որ նվիրատվություն անեք իմ գործի համար, իմ դան համար, եկեղեցու համար օրինակ, ոնց որ դուք մեջտեղ չկաք, չեք տալի։ Եվ Տիրոջ գործի նվիրատվություն անելը, նվիրաբերելը կարևոր է սա։ Մեր իբր զույգ, մեր ֆինանսական այդ հիմնական առողջ ամուսնության դարերից մեկն է։ Այո, մեր կյանքերը երբեմն եւ շատ անգամ շատ են դժվար են։ Ինչու մենք կարող ենք դրամփանել ասել, ասովիկ եղբայր, գիտես, ես չունեմ շատ եւ երբեք չեմ կարող շատ տալ։ Մեկը չասեց շատ տալու մասին։ Հիշում եք Տերը ինչ ասեց այդ որբևարին 2 լումա ուներ, 2 դրամ ուներ այդ առումով, մեր հասկացողությամբ այսօրվա։ 2 դրամը ինչ է։ Նույնիսկ 2 դրամ չունենք մենք շուկայում։ 10 դրամից սկսում է, չէ՞։ Բայց այդ 2 լումայով Տերը ասեց ավելի ինք դվեց, քան թե այդ մյուս բոլորը, որ բարձրապես ցուցադրության համար անում էին։ Թեև նրանք շատ ավելի դվեցին։ Թիվ 10 աղոթքով լի ֆինանսական պլանավորում ունեցեք։ Այսինքն ծեր պլանավորումները ֆինանսական իհարկե թող աղոթքով լինի։ Հակոբոս 1:5 մեկ եթե իմաստության բագասը ունի, նույնիսկ այս հարցի առումով աղոթքով Տիրոջ թող անցնե իր անձը, որով Տեր դու օգնիր ինձ։ Ես ոնց անեմ։ Ես ոնց որ ֆինանսի մարդ չեմ, ուսանած չեմ, այդպես բաներու մեջ շատ կապար չունեմ, ոչ այլ ես
բայց հիմնական բաներ կան ֆինանսի առումով, որ պետք է սովորենք։ Ինչպես բյուջետավորել, պլանավորենք մեր ընտանիքի բյուջետը միասին, թափանցիկ լինելով, որ իրար հասկանանք, մեր ակնկալությունները թող հստակ լինեն ֆինանսների առումով, որ ինչպես ցեզ ասեցի, չէ, երբ 99 թվականին այդ մի անգամներից մեկը, որ Սվետայի հետ գնոջս հետ այնադեն իհարկե դեր նշանված չէին, Երևանում դեղ ման գալիս են կենտրոնում, նրա գադագով ասեցի, բայց ուզեցի փորձել նրան։ Հիշում եք, ասեցի նրան, որ ես չեմ կարող քեզ Mercedes տալ, BMW տալ, ինքնաթիռ տալ, յատ տալ, բայց ես կարամ, ինքը ասեց, ես երբեք չեմ ուզում այդպիսի բաներ։ Պարկ ասու։ Ինչու որ եթե ասեր, չէ, չի կարելի։ Եթե այդպիսի բաներ չես կարող տալ, դու ինչի համար ինձ պետք ես։ Հավատացեք, Զվարթնոցի հաջորդ ինքնաթիռը շուտով կվերցնեի դու գտարնայի։ Առանց որ սպասեմ իմ թրիչքիս։ Չէ, պարկ ասու, այդպես չստացվեց։ Աղոթքը մեր բյուջեն համապատասխանեցնում է Աստծո ենթարկում է նա Աստծո։ Ինչու որովհետև մենք մեր պլանավորումը անում ենք բյուջեի առումով, մեր եկամուտի համաձայն մեր բյուջեն անենք եւ դերը հարկենք ասելով ով դեր, մենք աղոթում ենք, որ դու մեզ իմաստություն տաս, մեզ ուղղորդիս։ Ինչպես որ Արագած 3:5-ից 6 ասում է, որ եւ որ դերը խնդրես, ինք քո ճամփաներդ կուղղորդի։ Աղոթքի միսով դերը խնդրել, Տիրոջ երեսը խնդրել։ Ով դեր, դու ամեն բան գիտես, գիտության ասվածը դու ես։ Դու գիտես ինչպես ինձ օգնել, որ ես ընտանիքիս գարիքները հայթայթեմ, այդ եկամուտով որ ունեմ, ոնց անեմ, ավելի եթե գործ պետք ունեմ, ավելի աշխատեմ, եթե ոչ այդ ունեցածովս ոնց կարամ գնոջս հետ բյուջետավորել, որ այդ պլանի համաձայն միասին ընթանանք ապրենք, որ չլինի, որ հետո զորօրինակ ամսվա վերջը, երբ կրեդի քարտի այդ բանկային բանը գալիս է, թուղթը գալիս է, լա թուղթի դարբերակով կամ էլեկտրոնային դարբերակով, ասենք, վայ, ես ինչա, դալմամոլ $450, ինչի համար ծախսեր է, ինչու։ Չէ։ Նա ես դալմամոլի դեմ խնդիր չունեմ։ Մեր դան մոդա։ Դիվ 11 Աշխատասիրություն պետք է լինի աշխատանքի նկատմամբ։ Աշխատասիրություն պետք է լինի աշխատանքի նկատմամբ, նամանավանդ ոչ թե որովհետև մենք հայ ենք ասելով, մենք գիտենք մեր հայ ազգի մշակույթի ակնկալիքը, որ դղամարդը ինքը հացը վաստուգողը պետք է լինի առաջնագարկ, աղջիկներն ագարան աշխատել, խնդիր չկա, բայց եթե աղջիկա աշխատածը խնդիրը, որ ընտանիքը առողջ լինի, զավակները չանդեսվին եւ այլն, նա խնդիրը։ Բայց մենք գիտենք, որ դղամարդը առաջնագարկ օրեն ինք պետք է աշխատասեր լինի։ Արագների 10:4 Աստծո ասում է, ձույլ ցերկը աղքատություն է պատճառում, իսկ ժիր ցերկը հարստացնում է։ Եթե դղակներ ջան, գներեք, հարգում եմ ձեզ, սիրում եմ ամեն մեկերնիդ, եթե ցեզ մեկը եւ լավ է որ ցեզ մեծամասնությամբ չգիտեմ, եթե ցեզ մեկը դունը մնում է, չի աշխատում ներգայիս եւ չի ուզում աշխատել, քանի որ քորդ չգա ասելով, բեչե նույնիսկ այս շաբաթավեր չկայիք այստեղ։ Ինչու որ եկաք ամուսնության նպատակա, բայց եթե ներկայիս կորդ չի գա, բնդրում եք, ցանկանում եք աշխատել, խնդիր չկա, բայց եթե դղամարդը չուզե աշխատել, ինչ որ ալինի, եթե հիմա իմ կյանքից պատմությունը պատմեմ, եւ հիմա ադենը չէ նրա, որ չերգարենք հարցը, ես իմ անձես կարամ ասել, որ ոչ թե իբր օրինակ, որ ընտանիքի կյանքից մեջ եղած է ադենից ավելի ադեններ, որ երբ քորդ չունեի, որոշ գործեր արածեմ, որ հիմա եթե նայեմ, ասեմ ես ինձ այդպիսի բաները երիտասարդների համար էին 16, 17, 18 տարեկան։
Բայց երբ կորձի պետք ունեի ժամանակավոր առումով, մի քիչ աշխատեցա, որտեղ չեմ սիրում դունը մնալ առանց աշխատանքի։ Դղամարդը, որ չաշխատիր, խնդիրը, հետո արագած 21:5 աշխատասերի մտադրություններն իրապես դեպի արադություն են դանում, բայց ամեն շտաբող միայն դեպի գարիք է հասնում, այսինքն դու շտաբում ես, աշխատասեր չես, ուզում ես շուտով վաստակել փող, տարբեր ծևերով, քան թե աշխատանքով, խնդիր է սրա մեջ կայանում։ Կողոսացիս 3:23 Բոսարակյալը ասում է, ինչ էլ որ անեք, սրտանց արեք, այսինքն ինչ որ անեք, աշխատանքը մեջ ներառյալ, ինչպես կանեիք դիրոջ, եւ ոչ թե մարդկանց համար։ Աշխատասիրությունը կարևոր է աշխատանքի նկատմամբ, որ առողջ ամուսնություն լինի։ Աշխատանքը երկրպագություն է, երբ արվում է դիրոջը, ինչպես որ հիմա գարտացինք Կողոսացիս 3:23-ից։ Աշխատանքը երկրպագություն է Աստծո հանդեպ։ Ինչու որովհետև դու գիտես, որ քո աշխատանքը անում ես, որպես ընտանիքդ ապրի, Աստծո բարքի համար, ընտանիքդ ուդի, աճի, ֆիզիկական առումով առողջ մնա, չէ՞ թե ոչ, ինչու աշխատում ես, եթե միայն աշխատում ես քո որովայնի համար, մենք գիտենք, որ դակավի մեր հոգևոր հասկացողությունը բավարար չէ։ Նրա համար է, որ ասում ենք, Աստծո բարքը մեր այս կոնֆերանսի համար ամեն ցևով գլխավոր ճշմարտությունը, որ պետք է մեր մտքերում ունենանք, նկատի ունենալով, որ եթե ինչ որ անում ենք եւ ինչ որ պիտի անենք Աստծո բարքի համար է, Աստված ինքն մեզ կօգնի։ Համատեղ պատասխանատվություն, ժողովող 4, 9-10 համարները։ Երկուսը մեկից լավ է, որովհետև նրանք լավ վարձ ունեն իրենց դանչանքից, որովհետև եթե վայր ընկնեն միասին, այսինքն, մեկն իր ընկերոջը կկանգնեցնի, բայց վայ մեկին, որ ընկնում է եւ չկա մի երկրորդը, որ կանգնեցնի նրան։ Նրա համար այդ համատեղ պատասխանատվությունը կարևոր է մեզ համար ունենալ։ Մարդը թող չի ասե, որ գինը ինք պատասխանատվություն չունի ֆինանսների առումով։ Կամ գինը թող չի կարծի, որ սա ամուսինիս խնդիրն է, բայց համատեղ պատասխանատվությունը կա։ Իհարկե, ամուսինը կարող է ինք հացի հետևեն եղողն է, գինը իր միջոցներով կարող օգնել նրան։ Ֆինանսական միասնությունը պահանջում է համատեղ աշխատանք եւ համատեղ տեսլական։ Հիմա որ աշխատանք ասում է, սա չի նշանակում անպայման այստեղը, որ գինը պետք է դուրս աշխատի, ասես միասին ջանք տապել գա, որ ֆինանսի հարցերի նկատմամբ մենք միասին ենք, նույն տեսիլքը ունենք։ Հետո եկամտի իմաստուն օգտագործում կա, չէ՞։ Եկամտի իմաստուն օգտագործում կա։ 1 Տիմոթեոս 6:17-19-ում մենք կարդացինք սրանից առաջ, որ հարուստները թող չի բարձրանան իրենց հարստության վրա, հապա իրենց բարի գործերով թող օգնեն ուրիշներին։ Այդ հատվածն է 1 Տիմոթեոսում։ Ուրեմն Պողոս առաքյալ նրանց սովորեցնում է, որ ծեր ունեցածը իմաստությամբ օգտագործեք։ Եվ նույնպես մենք ալի բրզույքեր։ Դեռ եթե մեզի շատ տված է, նրա համաձայն օգտագործենք ուրիշների լավության համար էլ։ Այդ առադասերնությունը, լավություն անելը, բարեսիրտ լինելը մարդկանց կարիքների նկատմամբ լավ է, այդպեսի մարդիկ լինենք։ Իմաստությամբ օգտագործենք։ Եթե չունենք շատ, ինչ որ ունենք, նայել իմաստությամբ օգտագործենք։ Եթե մեկը զորնակ փող չունի եւ ինք դակավին գնում է, ձխախոտ առնում է, խմիչք առնում է, այդպիսի բաներու փող ծախսում է, սա խնդիր է։ Իբրավադացիալ գիտենք, որ ձխախոտ խմիչքը մեր կյանքերում մեջ դեռ պետք չէ ունենա։ Ինչու ասում եմ սա, կարող է որ մեզ ոմանք որոշ բան օգտագործում են այսպիսի բաներից։ Առողջության սուրբ գրքի առումով, հոգևորության առումով սխալ է այդպիսի բաներու մեջ ներգրավվելը, եւ արա ֆինանսական առումով էլ սխալ է։ Փող չի գա, խմիչք առնում է։ Կամ, ասպես ասենք, փող չի գա, զորօրինակ, դղամարդը իբր հոգևոր, օրինակ գնում է City կամ SAS սուպերմարկետ եւ առնում է դարբեր
չգիտեմ, կոնֆետներ, վաֆլիներ, պոպկորն, երբ կարող է մի բան վերցնել, զոր օրինակ, բարձ օրինակ։ Մենք այս սիրում ենք այդպիսի բաները, բայց երբ որ փող չի գա, պետք է մեր եկամուտը իմաստությամբ օգտագործենք։ Փողը գործիք է, ոչ թե գանձ։ Գործիք է, այդ գործիքը շիտակ ցևով պետք է օգտագործվի մեր ամուսնական, ֆինանսական հարցերի մեջ, որովհետեւ մեր ամուսնությունը առողջ հիմքերի վրա լինի եւ մնա։ Ձուլությունից խուսափելը, այս ինչ կարևոր բան է։ Ձուլությունից խուսափելը։ Արագած 6, նայեցեք, Հայաստանում լիքը դակավին աշխատանք կա, բայց եթե ուզում ես, որ 240-250 հազար ամսական փողով աշխատիլ, մեկ բան է, եթե չուզես, եթե մի անգամից 20 տարեկանից, 25 տարեկանից ուզում ես, որ մի անգամից ամիսը $2000, $3000 շինես, խնդիր ասա։ Խնդիր ասա։ Սա Կալիֆորնիա չէ։ Կալիֆորնիա մինիմում աշխատավարձը ուրիշ բան է, Հայաստանում ուրիշ բան է, բայց այնտեղը ծախսերն ավելի մեծ են, բախտած այստեղի։ Սա մի օրինակն է, Կանադայում նմանապես։ Արագած 6-ից 11, մրջունի մոտ գնա ով ձույլ, նրա ճանապարհները դես եւ իմաստուն եղել։ Մենք գիտենք մրջունները որչափ աշխատասեր են, նա ղեկավար զորական կամ կառավարող չունի, բայց իր հացը պատրաստում է ամռանը, իր ուտելիքը հնցի ժամանակ է հավաքում, միջև երբ ես բարգելու։ Ով ձույլ, գնիցդ երբ ես զարթնելու։ Մի քիչ քնես, մի քիչ մրապես, մի քիչ էլ ցերքի վրա դրած բարգես, այսպես։ Այն ժամանակ քո աղքատությունը ավազակի պես գկա։ Եվ քո գարիքը զինված մարդու պես։ Այսինքն, այնպիսի ժամանակ կա, որ դու չես անդրադառնար, որ ինք եկավ եւ քո ունեցած ինչ որ ունիս արդեն վերջացավ, բամը չմնաց։ 2 Թեսաղոնիկեցիների 3:10 Հիրավի առաքյալը ասում է, երբ ցեզ մոտ էինք, այս էինք բադվիրում ցեզ, որ եթե մեկը չի ուզում աշխատել, թող ոչ էլ ուտի։ Չէ՞։ Ամեն մեկ դղամարդ, հայ հավատացյալ դղամարդ, այս համարը այսպես ճակդի վրա պետք է գբցնե։ Իր սրտում պետք է ունենա, իհարկե։ Եթե չես ուզում աշխատել, իրավունք չունես ամուսնանալու։ Ուրիշի աղջիկը քեզ համար պիտի չաշխատի։ Սուրբ քրային առումով մեր համոզվածությունը սա է, որ հաց ջարելը առաջնակարգորեն դղամարդու գործն է։ Աղջիկը կարա աշխատել օգնել։ Եթե կարիքը կա, եթե համացան են միասին։ Բայց եթե դղամարդը ինքը ուզում է ծույլ լինել, աղջիկս ինքը բժիշկուհի է։ Ես պետք չունեմ աշխատելու։ Ով ասեց սա։ Սուրբ գրքի հագարակ է։ Քոնը մի բան արա։ Այո, կարող է որ ինք քեզանից 10 անգամ ավելի փող վաստգում է։ Բայց դու նույնիսկ իբր հոգևոր դղամարդ չես կարող։ Եթե իհարկե հաշմանդամ ես, աչքը չի տեսնում, հասկանում ենք։ Սրանք բացառություններ են։ Բայց երբ առողջություն ունես, դղամարդը պետք է աշխատի։ Աստված այդ տված է դղամարդու համար։ Եթե մեկը չի ուզում աշխատել, թող ոչ էլ ուտի, սա ումի համար գրած է։ Սա աղջիկների համար գրած է։ Այն օրվա մշակույթի համացան, չնայած որ 6-րդ համարում եղբայրներ ասում է։ Իհարկե, եկեղեցին ուղարկված է, քույրերն ագարանք ներառել մեջ քիչով շատով, բայց եղբայրներու երբ որ խոսում է, մենք գիտենք այն օրվա մշակույթը այդ ակնկալիքը ուներ, որ դղամարդը աշխատի։ Դղամարդը հայթայթի իր ընտանիքի գարիքների համար։ Զուլությունը անարգում է Աստծուն եւ ծանրաբեռնում ուրիշներին։ Կնոջը զորօրինակ։ Նպատակային խնայողություն։ Մեր խնայողությունն է պետք է նկատի ունենք։ Իհարկե, երբեմն garanք եզրակացնել, որ հովիգ եղբայր, մենք շատ չունենք, որ կարողանանք շատ խնայել։ Մեկը ասեց շատ խնայելու մասին, բայց նպատակային խնայողությունը պետք է որ սա այլ մեր պլանավորումից բյուջեավորումի մաս լինի։ Եթե կարող ենք զորնակ շաբաթը միայն զորնակ 1000 դրամ խնայենք, 1000 դրամ խնայե։ 10000 դրամ խնայես, 10000 խնայե, բայց մի քիչ խնայեք ունե։ Սովորաբար մարդիկ նրանք աշխատում են, այդ ասենք rule of thumb ասում են անգլերենով, այսինքն ոնց որ այդպես մի
ընդհանրական ցևով քոնե եթե 10% կարանք խնայել ինչու՞ չէ, սա լավ ցև է։ Եթե ոչ, ավելի քիչ, օքեյ։ Արագած 21:20 Արագած 21:20 ասում է իմաստունի բնակարանում ցանկալի գանձ եւ յուղ կգտնվի։ Ինչու որ խնայած է ինքը, բայց անմիտը գուլ գտա այն, այսինքն ուտումը վերջանում է եւ վերջացավ։ Խնայողություն չի կա։ Բայց իմաստունի դան մեջ ունես այդ բաները։ Չի ասում հարուստի դան մեջ։ Իմաստունի դան մեջ։ Եթե հարուստ ասեր, պիտի ասենք Սողոմոն ջան, մենք գիտենք, դու հարուստ ես, դու չես հասկանում մեր կարգավիճակը։ Չէ, իմաստունի դան մեջ։ Իմաստունը ինք նպատակային այդ խնայողությունը անում է։ Հետո մենք հիշում ենք Ծննդոց 41-ում 34-ից 36 Հովսեփ ինչ ասեց Փարավոնի, եկեք այսպես անենք այդ պլանավորումը, որ 7 տարի պիտի այդ փառքավաճությունը լինի եւ հետո 7 տարի սով, ծորեն չկա։ Այդ պլանավորումը անեց, որ խնայենք նպատակային առումով։ Եվ հետո երբ Հովսեփ ասեց, դուք նայեցեք ումի պիտի իբր մենեջեր տնեք այս գործարքի վրա։ Փարավոնը սմայլեց, ասեց, ազոքին այս երդասարտի վրա է։ 30 տարեկան էր Հովսեփ այնադեն։ Ասեց, ով ուրիշ կա, որ կարամ ես անցնել այդպեսի գործարքը, որ ինք կառավարի, վերահսկի, ուղղորդի, եւ դերը մենք գիտենք ոնց օրտնեց Փարավոնի դանը ժողովրդի Հովսեփի շնորհիվ։ Խնայելը գուդագում չէ։ Պարզապես հավաքի, դրամադան մեջ մնա։ Չէ, այլ նախապատրաստում է սա։ Նախապատրաստություն է, ինչու որովհետև չգիտես աբական ինչ կբերի։ Այսօր գա ու դու մեզ խմում ես վաղը երբ տարիքը դառնես։ Եղբայրներ ջան, հասկանում եմ։ Ես ալ երբ երիտասարդ էի, դժվար էր խնայելը, շատ լավ գիտեմ, եւ սա Կանադայում ասում եմ։ Դանիք ունեի, երիտասարդ երեխաներ, դժվար էր խնայելը։ Եվ չեմ ասում, որ հիմա ոնց որ բոլ այսպես ամեն ամիս հազարներ դոլարներ հավաքում եմ, ոչ։ Այդպես բան չկա։ Երանի այդպես լիներ, եթե Տերը դա ինչու՞ չէ։ Բայց խնայելը կարևոր է։ Որտեւ երբ օրը գալիս է, որ թոշակը չի պավեր, ինչ պիտի անես։ Ումի պիտի վստահես։ Աստծո վստահես, բայց Աստված քեզ սովորեցնում է իր խոսքի միջով ոնց պիտի անես, չէ՞։ Չէ՞։ Պետք է նկատի ունես, հիմա կոնե ծրագրավոր ես։ 16, մի քանի հատ եւս ունենք, well, 10 հատ եւս։ Ֆինանսական մանիպուլյացիայից խուսափենք։ Ինչու որովհետեւ երբ ֆինանսների նկատմամբ մանիպուլյացիա կա զույգերի միջև խնդիր ասա։ Դեսակ, Արագած 20-23, դեսակ գշրաքարերը զզվելի են դիրոջը, խարտախված գշերքները լավ չեն։ Այսինքն, երբ որ ֆինանսների մեջ մանիպուլյացիա կա, իհարկե սա բիզնեսի առումով խոսում է, բայց գիրառումը մեր հոգևոր կյանքի առումով իբր զույգեր, երբ մենք մեր ֆինանսների անումով մեր գնոջ կամ ամուսնին մանիպուլյացիա ենք անում, որբեսի նրա չհասկացնենք ինչ զորնակ սխալ արեցինք, հիմարական որոշում արեցինք ֆինանսի առումով եւ հետո ինք չի փարգանա մեր վրա, այդ մանիպուլյացիաներից հեռու պետք է մնանք։ Ֆինանսական վերահսկողությունը հարաբերությունների ճնշման մի ցև է։ Ֆինանսական վերահսկողությունը մանիպուլյացիայի առումով իհարկե հարաբերությունների ճնշման մի ցև է։ 17. Ակաությունից պաշտպանություն։ Հիշում եք այդ հարուստ մարդը Ղուկաս 12-15-ում, որ ինք ակա մարդ էր, հարուստ մարդ էր, Աստված օրհնեց, շտեմարանները մեծացրեց, ավելի հարստացավ, ինքս ինքին ասաց, գեր խմե ուրախացիր, շատ տարիներու ասեց, ստացված կունես, չէ՞։ Հիշում եք այդ պատմությունը։ Մի խոսքով, գիտեք, երբ որ մեկումը այսպես կրնագին թխկսրեցնես, ասես աբրես։ Ինքզինքին աբրես ասում էր։ Բայց Աստված ասեց, անմիտ մարդ, հիմար մարդ, այդ քու բոլոր ստացվածք ումի գլինի, որով դու մոռացար
Աստուծուն։ Ժողովուրդ 5:10 դրամ սիրողը դրամից չի գշտանա եւ ոչ էլ հարստություն սիրողը շահույթից։ Շահույթում պետք է ենք, որ ակահ չլինենք, չէ՞ ոչ մեր ընտանիքում գարա խնդիրներ առաջացնել։ Ակահությունը ինքնակոհություն է։ Ակահությունը ինքնակոհություն է։ Ակահությունը միայն քո անձից ծառայում է։ Խուսափեք համեմատությունից, այսինքն մի խոսքով հարևանը էս ունի, ես չունեմ, իմ հարազատը մյուս եղբայրը էս ունի, ես չունեմ։ Մարդու եւ գնոջ միջև խնդիրներ առաջացնում է։ Համեմատությունը ամուսնական ուրախության գողն է։ Սա Ամերիկայի նախագահ Բիլ Քլինթոնը չէ, սա ուրիշ հավատացյալ մեկն է։ Համեմատությունը ամուսնական ուրախության գողն է։ Կանոնավոր հաղորդակցություն ֆինանսների համար, իհարկե, միշտ պետք է իրար հետ խոսանք։ Կանոնավոր այդ կոմունիկացիայի գիծերը բաց պահենք, Արագների 15:22 ասում է առանց խորհրդակցության մտադրությունները ցախովում են։ Եթե խորհրդակցություն չի գա, հաղորդակցություն չի գա իրար մեջ ֆինանսների առումով, խնդիր ասա առաջացնում զույգերի միջև։ Լսել միմյանց թիվ 20 ֆինանսական մտահոգությունները։ Պետք է լսենք, արագ լինենք լսելու, Հակոբոս ասում է, եւ գամած խոսելու։ Չլինի, որ գնոջը մեր ասենք, դու բամը չես հասկանում։ Մենք ենք փողը վաստգողը, դու ինչ հասկանում ես փողից։ Ինչ հասկանում ես աշխատանքից։ Չսենք սա։ Չսենք երբեք սա։ Պետք է լսենք միմյանց այդ մտահոգությունները ֆինանսական հարցերի առումով։ Լսելը սիրո առաջին դրսևորումն է։ Լսելը սիրո առաջին դրսևորումն է։ 21 ներում ֆինանսական ցախողումների դեպքում, որովհետև ներենք իրար ինչպես ասված Քրիստոսով մեզ ներեց, Եփեսացիս 4:32։ Այո, ֆինանսական ցախողումներ կարան լինել։ Նույնիսկ երբ քեշ նպատակով, քեշ ցանկությունով չի եղել այդ ֆինանսական ցախողությունը, բայց պատրաստ պետք է լինենք իրար ընդունելու, իրար ներելու, իրար օգնելու, իրար կաչալերելու։ Ներումը մոռանալը չէ, այլ ավետարանը հիշելն է, որ Քրիստոս ինչ արեց մեզ համար, ինք ներեց, նույնիսկ երբ մենք մեղավոր էինք, նույնիսկ երբ տակավին հավատացյալ իբրև մեղք գործում ենք։ 22 վստահել Աստծուն ամբողջ ժամանակ, երբ կան խնայողություններ բանկում եւ կամ ֆինանսական անորոշություններ։ Ինչու որովհետև երբեմն օրեր կան, ամիսներ կան, տարիներ կան, երբ ունենք մեր բանկում խնայողություններ, բայց ուրիշ շրջաններ կան մեր ամուսնական կյանքում, որ ֆինանսական անորոշության շրջաններ են սրանք։ Okay, այդ բոլոր հարստության եւ աղքատության ընթացքում ոնց պիտի դրսևորենք մեր գեցվածքը մեր գողագիցի հանդեպ։ Մենք գիտենք, մենք ուխտի մեջ ենք։ Աստծո առաջ մարդկանց արժեվ վկայած ենք, որ մենք միասին ենք աղքատության մեջ էլ, հարստության մեջ էլ։ Իմաստուն երբով պատրաստվել թոշակի անցնելուն։ Մենք արտացինք ծնունդոց, նշեցինք ծնունդոց 41-ի այդ պատահարը Հովսեփի կյանքում, Եգիպտոսի նկատմամբ, Փարավոնի նկատմամբ, ուրեմն իմաստուն երբով պետք է պատրաստվենք թոշակի համար։ Իհարկե, եթե քիչ ունենք, քիչը մեկ կողմ գտնենք։ Մրջյունի օրինակը Արագած 6-ից հիշեցեք։ Մրջյունը հավաքում է։ Ինչու, որև ծմերը գալիս է։ Երբ գա, հավաքում է, մեկ կողմ դնում է, որ պատրաստվի իր թոշակին ասենք, իր աբակային։ 24 հարստանալու ծրագրերից խուսափենք։ Ինչու եթե մեկումը միայն նպատակը հարստությունն է, սա խնդիր է։ Այդ անմիտ հարուստը Ղուկաս 12-ում, նրա մասին նշեցինք քիչ առաջ, Արագների 13-11-ում ասում է ունայնությամբ գուտակված ունեցվածքը կպագասի, բայց քիչ-քիչ հավաքողը այն կավելացնի։ Չասում, շատ հավաքող, քիչ-քիչ։ Ինչու Աստծո խոսքը ակնկալում է, որ կարանք անել քիչ-քիչ։ Քիչով սկսենք, բայց խուսափենք, որ մեր նպատակը բարձրապես լինի հարստանալը։ Որովհետև երբեմն մեզ ոմանք կարող է որ դեր հարստություն տված է, բայց հետո ավելի հարստության ետևեն գնում ենք եւ մենք մեզ
վնասում ենք այդ միջոցին։ Ինչու որովհետև երբ հարստանալու յետևեն լինենք հարստությունը, այդպիսի ագահությունը ուրիշ մեղքերի, փորձությունների մեզ տանում է։ Եվ որ չգա, եւ որ գա դարբեր փորձություններ ալ կան հարստության առումով։ Արագ փողը հաջող հանգեցնում է դանդաղ գործանման։ Եվ որ ուզում ես արագ հարստանալ, միջոցներ գտնում ես, որ արագ հարստանաս, ինչպես որ երբեմն երիտասարդներ անում են եւ Հայաստանում ական։ Թմրեցիչ զորօրինակ, ծախելը, վաճառելը, արագ հարստանան, արագ իրենց BMW-ն, Mercedes-ը ունենան։ Բայց արագ փողը հաջող հանգեցնում է դանդաղ գործանման։ Գործանումը գալիս է։ Եվ վերջ երեխաների համար ֆինանսական հավատարմության օրինակ լինելը, ծառայելը։ Ինչու որովհետև գրթե մանուկը նրա ճամփանը սկսածատեն է, Արագած 22-ից, որովհետև երբ մեծանա, Ազո շնորհով նրանից չխոդորի։ Եվ ֆինանսական դաստիարակությունը կարևոր է փոքր վաղտվանից նրանք դեսնան ոչ թե միայն ուսուցումով, ապա նրանց ծնողքի վարվելագերբով, ոնց նրանք օգտագործում են ֆինանսները, ոնց վարվում են իրար հետ ֆինանսների առումով։ Եվ երեխաներին մեր օրինակով սովորեցնենք, ոնց նրանք պիտի օգտագործեն ֆինանսները։ Ուրեմն երեխաների համար ֆինանսական հավատարմություն ցուցաբերել մեր օրինակով, մեր առողջ օրինակով։ Սրանք մտքեր են ֆինանսների նկատմամբ, սկզբնական սրանք հիմունքներ են։ Շատ ուրիշ բաներ կարանք ասել, բայց սրանք բավարար են մեզ հիշեցնելու Տիրոջ խոսքի համաձայն, որ եթե ուզում ենք առողջ ամուսնություն ունենալ, ֆինանսական հարցերն է կարևոր է, որ մենք նկատի ունենանք։ Ամեն։ Աղոթենք։ Եկնավոր Հայր, ով դեր, շնորհակալ ենք քո խոսքի համար, որ հստակ է, որ մենք նկատի ունենանք նրա, որ հասկանանք ինչպես առողջ ամուսնություն ունենանք։ Եվ մինչև այս պահը, ով դեր, այս նախորդող 3 օրերը մենք շատ բաներ անգամ եւս վերհիշեցինք եւ նոր բաներ ալ սովորեցինք քո խոսքից, որ ինչպես մենք կարող ենք առողջ ամուսնություններ ունենանք։ Ով դեր աղոթում եմ, որ իմ բոլոր եղբայր քույրերիս դու շարունակես նրանց մեջ այդ Քրիստոսավայել ապրելու այդ ցանկությունը փափակը ոչ թե միայն այնտեղ շարունակե, հապա աճի, որովհետեւ դեր ամեն մեկերնից ավելի եւ ավելի պատրաստվենք այն օրվան համար, եթե դու մեզ գանչած ես իրականությունս, որ պիտի ամուսնանանք, որ մենք պատրաստ լինենք ավելիով եւ ավելիով օրեօր, քեզ հետ քայլելով, որ այդ երաշխիք ունենանք, որ մենք հոգեվորապես, էմոցիոնալ կերպով եւ նույնիսկ առողջության առումով, ֆիզիկական առումով ավելի պատրաստ ենք, որ երբ արիթը ստեղծես դու քո նախախնամության համաձայն, քո բարի նախախնամության համաձայն, մենք կարողանանք պատրաստ լինել ամուսնանալու։ Ով դեր օրհնելով օրհնես բոլոր եղբայր քույրերը, շնորհակալ ենք դեր պատրաստող, գազմագերբող եղբայր քույրերի համար, ծառայող եղբայր քույրերի համար էլ շնորհակալ ենք այս հնարավորության համար, ինձ համար էլ դեր օրհնություն էր բոլորի հետ, եղբայր քույրերիս հետ լինել, եւ մեր ցանկությունն է, մեր ուրախությունն է, որ տեսնանք բոլորը մեր եղբայրներից քույրերից, որ ամուսիններ եւ գիներ լինեն Քրիստոսավայել։ Քո կամքի համաձայն ով դեր, եթե ոչ դեր մեզ շարունակի այդ շնորհը տալ, մինչև այն օրը, որ պիտի ամուսնանանք, որ մենք հավատարիմ շարունակենք մնալ իբր ամուրիներ քեզ հանդեպ։ Եվ նույնիսկ եթե չամուսնացանք, դակավին նույնպես շարունակենք լինել, գիտնալով դու հավատարիմ ես։ Եվ խնդրում ենք, որ օրհնես անգամ եւս մեր հացը, որ հիմա պիտի ուտենք միասին եւ ամեն բան անենք Հիսուս Քրիստոսի բարքի համար, իր անունով խնդրում ենք, Հայր Աստված մեր, ամեն։